Բարի օր սիրելի հայեր, դուք գիտեք թե մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում, բայց մենք շատ ենք ուղղակի իրար չենք ճանաչում։ Ես Սուսաննա Վերմիշյանը, եկել եմ այսօր ձեզ ծանոթացնենք հայ գործարարու հետ Անահիտ Յուզբաշյանի, այն յուրահատուկ եւ գեղեցիկ կնոջը, որ ստեղծել է Գարուն ծրագիրը։ Համեցեք։ Բարև ձեզ։ Շատ վաղուց ձեզ ենք տեսել, մեր հայրենիքից սկսած։ Շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել, շատ ուրախ եմ, որ մեծ հյուրանքարում եք ստեղ այսօր։ Գարուն է եկավ, մենք էլ եկանք Գարուն։ Բարև ձեզ, բարի գալուստ Գարուն։ Շատ լավ է, որ մեր երկրում կա մի տեղ, որտեղ որ արին շարունակ Գարուն է։ Բարի օր նորից, Անահիտ ջան, շատ ուրախ եմ, որ նորից եկել եմ այստեղ, շատ եմ սիրում այս սրճարանը, ինքս երեխաներից հետ եմ շատ սիրում ստեղ գալ եւ ուզում եմ, որ մեր հյուրերը ձեզ բացահայտեն, որովհետեւ ձերպես տաղանդավոր եւ յուրահատուկ կանայք մեր երկրում այդքան էլ շատ չեն եւ բոլորը թաքնված են ամեն մեկի իրանց անկյուններում եւ ուզում եմ, որ մարդիկ ձեզ ճանաչեն եւ դուք մաքսիմալ շատ ձեր մասին պատմեք եւ ձեր պրոյեկտների մասին։ Բարև ձեզ Սուսաննա ջան, նախ շնորհակալ եմ, որ հենց ինձ եք ընտրել եւ կարծում եմ, որ մեր երկրում տաղանդավոր, աշխատասեր եւ բաց կանայք շատ են։ Ինձ թվում է, որ այսօր իրականում կանայք մեծ շարժիչ ուժ են մեր երկրի համար։ Համաձայն եմ, իսկապես կանայք ոտի են կանգնել, այսպես ասած, գլուխները բարձրացրել են եւ տարբեր բնակավարներում հիմա որ նայում ես կանայք երևի թե ավելի դոմինանտ են։ Կներեք, սիրելի տղամարդիկ, բայց ասում ենք այն ինչ որ կա։ Այդպես կա։ Ձեր օրինակով ես կուզենամ, որ դուք պատմեք մի փոքր ձեր անցած ճանապարհը, որովհետեւ շատ բազմազան է, շատ տարբեր տեղեր եք դուք աշխատել, լինգվիստից սկսած, եկել եք մինչև ռեստորատորի բնակավար, չէ, եւ կուզենամ, որ դուք պատմեք ոնց եք եկել այդ ընտրությանը։ Ես ավարտել եմ Երևանի Բրյուսովի անվան համալսարանը եւ 2 տարի դասավանդել եմ։ Դա 94-96 թվականներն էր։ Այդ ժամանակահատվածում հետ պատերազմյան շրջանում միջազգային շատ կազմակերպություններ մտան Հայաստան եւ մեր պահանջարկը այնտեղ շատ էր եւ ցավոք սրտի իմ համար, որտեղ ես դասավանդել շատ եմ սիրել, ես նախընտրեցի գումար վաստակել, որովհետեւ եւ մյուս կողմից միջազգային կազմակերպություններում միջազգային փորձը, որը որ ես ստացել եմ իմ ամբողջ մեծ աշխատանքային կարիերայի ընթացքում շատ ավելի կարևոր էր ու շատ ավելի մեծ էր։ Եթե ես ասեմ, երբ վերջինը աշխատել եմ գործատուի մոտ, ես աշխատել եմ համաշխարհային ամենամեծ աուդիտորական ընկերությունում, երևի թե այդ 12 տարիների փորձը հենց ինձ այնպես կոփեց, այնպիսի գիտելիքներ տվեց, որ այսօր հենց բիզնեսի մեջ ես դա կարող եմ մեծ հպարտությամբ եւ մեծ ուրախությամբ կիրառել, որովհետեւ այն կազմակերպությունը, որը որ 200 տարվա փորձ ուներ, ինձ շատ գիտելիք եւ փորձառություն տվեց։ Եվ գիտեք, ամեն ինչ ժամանակին է գալի, հա, դու աշխատում ես գործատուի մոտ, հետո գալիս է մի պահ, որ դու հասկանում ես, որ միգուցե արդեն ունես այդ հնարավորությունը, որ կարող ես ինքդ մտնել մի բնակավար, որտեղ դու կղեկավարես։ Իսկ ինչու առողջ սնունդը, որովհետև իրականում ես միշտ եմ սիրել առողջ սնվել եւ երբ արդեն միջազգային շուկայում հայտնվեցին առողջ սննդի առաքման ընկերություններ, մենք կարևորեցինք իմ քույրիկիս գործընկերուհուս հետ, որ այդ պետքա նաեւ ներկայացված լինի Հայաստանում։ Հենց նկատի ունեք առհասարակ առողջ սնունդը ներկայացված լինի Հայաստանում, թե ինչ որ դուք արդեն ունեիք ինչ-որ մտքեր, որոնք որ ուզում եք կիրառեիք հենց Երևանի շուկայում։ Եթե վերցնենք ինքնին գաղափարը առողջ սնունդի, ապա Հայաստանում առողջ սնունդը ինքնին միշտ եղել է։ Բայց եթե վերցնենք այն գաղափարը, որ առողջ սնունդի առաքում ներկայացնել ամբողջ օրվա սննդային ծրագրերը, այդ meal plan կոչվածը, դա 2013 թվականին մենք ենք ներկայացրել Հայաստանում Healthy Box-ով։ Դուք առաջինն եք։ Մենք առաջինն ենք Հայաստանում։ Ոնց սկսվեց այդ ճանապարհը, դժվարությունները, որոնք դուք հաղթահարեցիք, եւ ես գիտեմ, որ մեր շուկայում շատ է սիրվել այդ ծրագիրը, փորձում են երբեմն կրկնել, չէ՞, ձեր անցած ուղին, բայց առաջինը մնում է առաջինը։
ամենաճանաչվածը եւ սիրվածը կպատնեք մի փոքր healthy box-ի մասին։ Գիտեք, ինձ թվում է, որ այդ առաջի 2 տարին մենք քուրիկիս հետ պարզապես բոլորին ասում էինք այ հեռախոսը ինչ է, հա, հեռախոսը ինչի համար է, առողջ սնունդը ինչի համար է։ Այսինքն մենք բոլորին բացատրում էինք այդ կոնցեպտը, որ դու կարող ես հասնել քո ցանկալի նպատակի առանց որևիցե ջանքերի։ Այսինքն մենք երբեք չենք ասել, մեր գաղափարախոսությունը չի եղել այնպեսին, որ գիտեք, մենք այնպիսի մի բան ենք անում, որը դու չես կարող անել։ Ցանկացած նպատակի թե քաշի ավելացման, թե քաշի նվազեցման մարդ ինքնուրույն կարող է անել, բայց դա շատ աշխատատար գործ է եւ սովորաբար այդ ճանապարհին դու այնքան ես փորձում, այնքան աշխատատար է, որ դու ավելի այդ գրագիտության պահն ես կորցնում։ Դրա համար մենք միշտ ասում ենք, մենք միայն ապահովում ենք կոմֆորտը եւ գրագիտությունը մեր ծրագրերով, այսինքն մարդը իր նպատակը ընտրելիս ստանում է իր ողջ օրվա սնունդը եւ ոչ մի բանի մասին չի մտածում։ Եթե մայրիկա աշխատող ինքը կարող է աշխատի եւ իր բալիկներին նվիրի ժամանակը։ Եթե տղամարդը ինքը իր կնոջը չի ծանրաբեռնի, հա, ինքը միանգամից կունենա այդ ամբողջ օրվա սնունդը եւ 2 տարի շարունակ մենք Լիլիթի հետ բացատրում էինք, այ ինչա դա իրանից ներկայացնում։ Հետո արդեն շուկայում շատերը հայտնվեցին, բայց ես հպարտությամբ կարող եմ ասել, այն պրոֆեսիոնալ թիմը, որ մենք ունենք, որ ունի եւ բժիշկ սննդաբան եւ շատ մեծ պրոֆեսիոնալ խոհարարական թիմ, մեծ առաքման բաժին, այդ ամեն ինչը համարյա թե հպարտությամբ կարող ենք ասել, որ մենք երևի թե միակն ենք։ Ես կուզենայի շեշտադրում դնել հենց այդ բժշկական մոտեցման վրա, որովհետև հիմա շատ է տարածվել նուտրիցիոլոգ, պրոֆեսիա, ոնց է։ Ну պրոֆեսիան, եթե դա 1-2 ամսվա կուրսեր է, ես դա մասնագիտություն, այո, վստահաբար կարող եմ ասել, որ չի։ Եվ եթե մենք գործ ունենք, ամբողջ աշխարհում էլ է այդպես, այսօր քաշի խնդիր ունեն մարդը 0-ից մինչև 100 տարեկան, գոնե մի անգամ իր կյանքում քաշի խնդիր ունենում է, կամ ուզում է ավելանա, կամ ուզում է պակասի։ Մեծամասն պակասի, հա, իրականում մեր ծրագրերից ամենաշատ պահանջարկը ունեցողը հենց դրանք են, եւ դա դու ունես մարդու ֆիզիոլոգիական process, հա, ֆիզիոլոգիական process-ը այդ process-ը, եւ եթե դա չի ղեկավարում եւ չի վերահսկվում բժշկի կողմից, իմ կարծիքով ես երևի թե շատ պերֆեկցիոնիստ եմ, հա, բայց իմ համար դա շատ կարեւոր է, որ դա անի բժիշկը։ Ես 14 տարի է այս ոլորտում եմ եւ կարող էի այդ մեկ շաբաթից մինչև 2 ամսվա կուրսերը անցնեի եւ ստանայի այդ թեգը, հա, որ ես նուտրիցիոլոգ եմ, բայց դա իմ կարծիքով սխալ է։ Կա նաեւ շատ մի կարեւոր հանգամանք ձեր մոտ, առողջը նաեւ համեղ է։ Ոնց եք դուք կոտրում այդ կարծրատիպը, որովհետեւ շատ անգամ որ մարդուն ասում ես, դու պիտի մի փոքր ավելի առողջ սնվես, հետևես քո առողջությանը, բոլորի չէ, շատերի մոտ բլոկ է առաջանում, ինչի չեմ ուզում, ինչի պիտի կաղամբուտեմ կամ չգիտեմ նապաստակից ուտելիք ուտեմ չէ։ Դուք ենքան լավ, դուք դեռ լավ ասեցիք, կաղամբուտեմ, օրինակ միս, հա, մենք հարցում էինք արել, իդեպ շատ մեծ հարցում արեցինք 5 տարի առաջ, EBRD-ի հետ մեծ ծրագիր արեցինք եւ հարցում արեցինք, որ տեսնենք Հայաստանում առողջ սնունդը ոնց են մարդիկ ընկալում։ Գիտեք, ցավով պիտի նշեմ, որ մեծամասնությունը դա ընդունում էր որպես հնդկաձավար եւ հավի կրծքամիս։ Այսինքն մարդկանց մոտ այլ պատկերացում, որ առողջ սնունդը դա չի, հա, քաշի նվազեցման համար, որ միայն դու պետք է այդ 2 բաղադրիչից բաղկացած լինես, առանց համեմունք, առանց որևէ բան։ Իսկ մեր սննդակարգում ամբողջ օրվա համար կա սահմանված աղիքանակ, որտեղ դու դա չես կարող վրանից զրկել, քաղցրավենիք կա, ճիշտ է, անշաքար է, բայց քաղցրավենիք պարտադիր կա, մենք միրգ ենք անպայման ներառում եւ այն ժամերին, որը սովորաբար այդ նուտրիցիոլոգները սահմանափակում են, ասում են առավոտյան ժամերին, չէ, մեզ մոտ ընդհակառակը։ Մենք ժամը 4-ին 5-ին մարդուն տալիս ենք հենց հաճախորդներին տրամադրում ենք միրգ։
ստրեսը հաղթարելու մի միջոց կա, ամեն ինչ, մեկ որ ասում են, իսկ ինչ, ես մի քանի բան կա չեմ սիրում, կարող եք թվարկել, ձեր սննդակարգի մեջ ինչն է, որ պետք է բացառենք եւ ասում են, գիտեք, այ դուք ինչ պատկերացնում եք, մեր սննդակարգում կա։ Ամենահետաքրքիրն այն է, որ դուք կարողանում եք առողջ սնունդ մատակարարել, երբեմն երբ որ այդ սնունդը շոկոլադով ռուլետ է։ Մեր ճանաչված շոկոլադով ռուլետն է։ Հիմա տենց մարդ չկա, որ փորձել է ձեր շոկոլադով ռուլետը ու սիրահարված չի գնացել այստեղից կամ առաքումից հետո դուք իմիջիայլոց շատ եք առաքումներ ունենում, գիտեմ, ինքս ձեր հաճախորդն եմ երկար տարիներ։ Մերսի շատ։ Եվ շատ եմ գնահատում այն պահը, որ կարելի է երեխաներին բերել ու հանգիստ լինել, որ իրանք շաքարի overdose չեն ստանալ։ Շատ են ձեր հաճախորդները բալիկները։ Բալիկներ էլ շատ ունենք հաճախորդներ, թե Գարուն սրճարանում, թե Healthy Box-ում, իդեպ այսօր բոլորս գիտենք, որ ավել քաշով նաև փոքրիկներն են տառապում եւ մենք ունենք նման հաճախորդներ եւ շատ ողջունելի է, որ ծնողները դրան ուշադրություն են դարձնում, որովհետեւ այսօր դրսի սնունդը այնքան գայթակղիչ է, որ երեխան դուրս է գալի դպրոցից, ինքը տարբերակներ ունի ամեն տեսակի սնունդ ուտելու, չէ՞, օրինակ ես միշտ եմ ասում, որ իմ դպրոցական տարիների սովետական միության ժամանակ ես միայն կարող էի դուրս գալ եւ գնեի այն ժամանակ ասում ենք ջրից պաղպաղակ, չէ՞, ասենք այդ պաղպաղակը այսպիսի բանը, չգիտեմ, համեղ էր ինքը, բայց երևի թե կալորիապես այդքան բարձր չէր ոնց որ հիմա, հա, որովհետեւ սովետական միության ժամանակ գիտեք շատ էին տնտեսում բաղադրիչների վրա, իսկ հիմա երեխան դուրս է գալի բոլոր տեսակի կոնֆետները, չգիտեմ, խաչապուրի, բուրգերներ, ամեն ինչ իրան հնարավոր է դա, որ ինքը ուտի։ Դրա համար էլ երեխաների շրջանում էլ մենք ունենք շատ ավել քաշով բալիկներ եւ իրանք մեզ դիմում են։ Գնահատում եմ այն բանը, որ դուք կարողանում եք ստեղծել ալտերնատիվ այն մոդայիկ սնունդներին, օրինակ նույն ֆրին, որովհետեւ չկա տենց երեխա, որ չի սիրում ֆրի եւ իմ բալիկներին նույնիսկ ես տենց մի պա, երբ որ դեռ հնարավոր էր հսկել այդ ամբողջ process-ը, միշտ ձեր ֆրին էի բերում ու որ ուտեն, որովհետև ջեռոցում ենք պատրաստում, առանց ձեր։ Եվ երբ որ գալիս են պատվիրում են, մենք միշտ ասում ենք նախատեսեք, որ մեզ մոտ ֆրին պատրաստվում է 20 րոպե մինիմում, որովհետև դա զուտ ֆրիտյուր, չգիտեմ հայերեն, որովհետև ֆրիտյուրի մեջ չենք անում, այլ ջեռոցի մեջ ենք իրեն պատրաստում եւ երեխաներին շատ հավանում եմ ու բույրն էլ իրականում շատ լավն է։ Ես կասեի տարբերություն գրեթե համային առումով չկա եւ հանգիստը գիտես առողջ է, վնասատար չի։ Իմ օբյեկտիվ կարծիքով հայկական խոհանոցը աշխարհի տարածաշրջանի ամենաառողջ խոհանոցներից մեկն է։ Եթե տեսնեք, բոլորս գիտենք, մեր խոհանոցում ինչքան են գերակշռում մսային ուտեստները, բանջարեղենը, տարատեսակ կանաչիները։ Կուզենայի, որ դուք մի փոքր պատմեիք բաղադրիչների մասին եւ ոնց է կարողանում հաղթահարել այս կրիզիսային շրջանը, երբ որ շատ են թանկանում տարբեր հումքեր եւ դուք պահում եք շատ, ասենք ասած, հասանելի գներ ձեր սրճարանում, բայց օգտագործելով բարձր որակի հում։ Անկեղծ եմ ասում, իրոք շատ բարդ է։ Եթե մենք 2 տարի առաջ մատակարարները մեզ նախապես նույնիսկ զգուշացնում էին, որ հաջորդ անգամ այս կամ այն բաղադրիչը հումքը կմատակարարվի ավելի թանկ արժեքով, հիմա դա չկա։ Հիմա մի անգամ բերում են ասում, բարև ձեզ թանկացել է։ Իրականում շատ բարդ է, հատկապես մեր հումքն, այսինքն մենք օգտագործում ենք եգիպտացորենի ալյուր, բրինձի ալյուր, ամբողջահատիկ ցորենի ալյուր, մենք շաքարն ենք փոխարինում մեղրախոտով, շատ բարդ է, անկեղծ եմ ասում։ Այսօր իրականում շատ դժվար է բիզնես անել։ Դա իսկ կարծում եմ, որ բոլոր ոլորտներում է այդպես, եւ միգուցե նաեւ միայն Հայաստանում չի, այլ ամբողջ աշխարհում է այդպես,
շատ ավարտացել այդ ամեն ինչը։ Ես գիտեմ նաև հացերն եք դուք ձեր մոտ։ Այո, թխում։ Ամբողջատիպ ցորենի ալուրից եւ ունենք իհարկե այն մարդկանց համար, ովքեր ունեն gluten intolerance, հա, անհանդուրժողականություն ունեն գլուտեն, որոնք որ չեն մարսում ամբողջահատիկ ցորենի ալուր եւ մենք պատրաստում ենք եգիպտացորենի, բրինձի եւ հնդկաձավարի ալուրների միքսով։ Հիմա պարտքի շրջան է եւ օրինակ իմ համար եւ իմ նմանների համար շատ կարեւոր է որ լինի շուկայում ինչ որ մի տարբերակ, գոնե մեկը, որը կարա մեզ հագեցնի, որովհետեւ երբեմն նույնիսկ այդ շրջանում դու ուզում ես գնաս, գեղեցիկ ժամանակ անցկացնես, առանց չարաշահելու բնականաբար, բայց ամեն դեպքում զգացել եք ինչ որ տարբերություն կա, ավելի շատ հաճախորդ ես շրջանում, թե միշտ ձեր մոտ ձեր հաճախորդները կոպիտ ասած նույնն են։ Իրականում ոչ թե հաճախորդներն են շատացել, այլ պահողներն են շատ եւ հենց իրենց համար մենք ունենք պահքի առանձին մենյու։ Իդեպ շոկոլադե ռուլետներ ունենք պահքային տարբերակով։ Իսկ ձեր համար առողջ ապրելակերպը միայն սնունդի մասին է, թե շատ ավելի լայն հասկացողություն է։ Եվ ոնց եք դուք դա ձեր կյանքում ապրում եւ ցույց տալիս մնացածներին։ Չէ, առողջ ապրելակերպը ինձ համար համադրություն է։ Ես շատ եմ սպորտով նաև զբաղվում, անպայման հաճախում եմ 3-ից 4 անգամ կոնկրետ ես սպորտզալ եւ ասեմ ձեզ, ինչքան տարիքս ավելանում է, այնքան դրա պահանջարկն է։ Իրականում երբ որ դու երիտասարդ ես, դու ոչ մի խնդիր չունես, կարողանում ես քեզ ցույց տալ, ոչ առողջ սնունդին հետևել, ոչ սպորտին, բայց տարիքի հետ հասկանում ես դա ինչքան կարեւոր է մեր կյանքում։ Չեք հոգնում։ Չէ, ես ընդհանրապես հոգնել չեմ, երբեք չեմ հոգնում ոչ մի բանից։ Ես առավոտյան 8-ից աշխատավայրում եմ եւ աշխատում եմ շատ երկար եւ իրականում տան գործերս եմ։ Մեծամասնությունը ես ինքնուրույն եմ անում եւ դա ինձ մեծ բավականություն է տալիս։ Վաու, ինձ թվում է դիսցիպլինան նաեւ երևի այդ միջազգային կազմակերպություններում այնտեղ խիստ է, չէ, բավականին համ ստրուկտուրան, համ աշխատակիցներին հետևելու ձևաչափը, աշխատանքի որակին հետևելու ձևաչափը, ինչ եք դուք գտնում ամենակարևորը, որ սովորել եք կամ գտել եք միջազգային այդ կազմակերպություններում աշխատելու փորձից եւ ինչն եք կիրառում ձեր իսկ արդեն բիզնեսում եւ ինչ խորհուրդ կտաք մնացած ինչու ոչ տարբեր բնագավառներում աշխատող բիզնեսմեններին եւ բիզնես լեդիներին, որ իրանք օգտագործեն իրենց առօրյայում եւ իրենց գործունեության մեջ։ Գիտեք, ինձ համար իրականում շատ դժվար էր միջազգային կազմակերպությունների միջավայրից դուրս աշխատել հայկական միջավայրում։ Դա շատ վատ է, որ այդպիսի տարանջատում կա, բայց ցավոք սրտի այդպիսի տարանջատում կա։ Եվ շատ դժվար է գտնել աշխատակիցներ, որոնց որ աշխատանքը վերահսկելու կարիք չկա։ Այսինքն դու ունես գործառույթներ, դու պետք է դրանց հետևել։ Ես միշտ այնքան նվիրված եմ եղել այլ գործատուներին եւ եթե ունեինք տարեկան աշխատանքի գնահատում, ինձ միշտ ասում էին, իմ ամենամեծ թերությունը դա էր, Անահիտ, this is not your baby։ Միշտ ասում են, «Էս քո բալիկը չի, դու այդքան մի նվիրվի»։ Ես կարծում եմ, որ այդ նվիրվածությունը միշտ գնահատվում է, երբ որ աշխատողը գնահատում է, երբ որ աշխատողը նվիրված աշխատում է։ Ես երբեք, որ ինձ մեկ ասում են, որ չեն վարձատրում, որ չկա գործատու, որը չի ուզում ավել վարձատրի լավ աշխատանքի համար։ Չկա նման գործատու։ Եվ ես ինքս իմ կյանքի փորձով այդպես է եղել։ Երբեք չեմ աշխատել գումարի համար։ Այն ամենակարևոր միշտ կարգախոսը դա է։ Մի աշխատի գումարի համար, գումարը ինքնին գալու է։ Միշտ այդպես է եղել ինձ մոտ, միշտ։ Եվ մշակույթը նրանում է կայանում, որ բոլոր գործառույթները ճիշտ սահմանված է։ Եթե մարդը գիտի իրանից ինչ է պահանջվում, միանշանակ հետևելու կարիք չի լինում, բայց մի քիչ հայկական միջավայրում այդպես չի։ Իսկ զգացել եք տարբերություն օրինակ սերունդների մեջ, որովհետև անկեղծ ասեմ, ես ինքս իմ գործունեության մեջ շատ եմ զգացել, որ վար ջահելությունը, այսպես ասած, մենք էլ ենք ջահել, չնեմ ասելու, բայց նոր ավարտածները, չէ, մի փոքր երևի թե չեն ուզում աշխատել կամ ավելի թեթև են նայում աշխատանքին, որովհետև մեր սերունդը
մենք երևի թե ավելի պատասխանատու ենք մոտեցումը ամենայն դեպս իմ մոտ տենց տպավորություն կա, որ մենք ավելի պատասխանատու մոտեցում ունենք մեր աշխատանքին ու չենք կարող ամենայն դեպս 5 րոպե առաջ ասել, որ գոնե պիտի զգուշացնենք, որ մենք կմնանք մինչև այն պահը, երբ որ դուք փոխարինող կգտնեք։ Կա ձեր մոտ ինչ-որ տենց զգացողություն, որ սերունդներից էլ է գալիս տարբերություն։ Սերունդների տարբերություն կա, հա, հիմա այդ ես մեկ ասում եմ, երբ է լինելու այդ XYZ-ը վերջացնենք այդ generation-ները, կանք նորմալ հարթակի, որտեղ բանը, հա, այբենական կարգով դասակարգում չի լինի։ Իրականում հա, հիմա մի քիչ ուրիշ է եւ գիտեք ինչն է, բայց նորավարտը ինքը ասում է, ես այսքան սովորել եմ, ինձ ինչի են ավելի քիչ վարձատրում։ Բուհի եւ միջնակարգ դպրոցի ամենամեծ առավելությունը, ամենակարևոր առաքելությունը կայանում է նրանում, որ ինքը մարդուն սովորեցնի սովորել։ Այո։ Եթե դու եւ հետո, երբ որ դու գալիս ես ցանկացած աշխատանքային միջավայր, ինչքան գործատուն է քո մեջ ներդրում անում, այնքան դու պետք է այդ հաստիկի համար։ Դու չես կարող նույն ձևի գալ աշխատել, ինչ մի մարդ, հաստիկների տարբերություն կա, բան չունեմ ասելու, բայց ամեն դեպքում, հա, եթե մեկ գրում է, ես այսքան սովորել եմ, ինչ եմ ես գնում բանկ եւ ինձ տալիս են կրտսեր, օրինակ, կրտսեր աշխատակցի հաստիկը, բայց այդ ամբողջ մեխանիզմը, այդ ամբողջ մաքինան, դու չես կարող, չէ, քո բուհի կրթությամբ գաս ու սկսես աշխատելու։ Ես դրա համար միշտ եմ ասում, ինչքան գործատուն պիտի ներդնի, այնքան էլ աշխատակիցը։ Այդ ժամանակ աճը ապահովված է նաև աշխատակցի համար։ Առհասարակ ինձ թվում է համագործակցությունը միակողմանի չի լինում, ես միշտ ասում եմ այդ, ու շատ դժվար է, երբ որ դու փորձում ես ներդնես անընդհատ ու դիմացինդ չի տալիս քեզ գոնե կեսը քո ներդրածի։ Հետո ընդհանրապես այս մշակույթից աշխատանքային մարդիկ իրականում որ գալիս են, իրանք չեն պատկերացնում, որ կարա գործատու լինի, որը բաց է, որը հարգում է, որը ձեռքերը բաց քեզ ընդունել է, ու շատերը սխալ են դա ընդունում, էլի, ինչ որ վախ է դա ըստ ձեզ։ Դժվար է այդ կարծրատիպը իրենց մեջ կոտրել։ Թվում է արդեն փորձում են, չգիտեմ, այդ միջազգային այդ նույն փորձից է երևի գալիս, որ հիմա դռները բաց են, բոլորս ճամփորդում ենք, երբեմն սովորում ենք այլ երկրներում, աշխատում ենք, գալիս ենք ու տեսնում ենք, որ կարելի է այլ միջավայր ստեղծել եւ վայելել։ Եվ գիտեմ նաեւ, որ դուք այդ կրթական ծրագրերով էլ եք զբաղվում, շատ կարեւորում եք դա, ինձ համար դա երևի թե գարունից էլ ավելի կարեւոր ծրագիր եմ համարում, ձեր բվիկ ծրագիրը շատ կուզենամ, որ պատմեք դրա մասին։ Բվիկը հիմնվեց 2024 թվականին եւ իր ամենակարևոր առաքելությունը ընթերցասեր network ստեղծել, հա, հասարակություն, որովհետեւ բարձրագույն կրթությունը այսօր եւ գերագնահատված է եւ թերագնահատված է։ Ես չեմ սիրում, որ ասում են, այն չի պետք սովորել։ Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ ու բերում են ինչ որ եզակի օրինակներ, հա, այս մարդը չի սովորել, բայց ինքը հարուստ է, բայց մյուս կողմից չեն ասում, որ բայց այնքան մարդիկ ովքեր որ եւ Forbes-ի ցուցակում են, Elon Musk-ը իր հաջողության հիմքը ֆանտաստիկ գրականության հանդեպ իր սերն է եղել։ Այդ նման օրինակներով հա մենք պետք է մեր երեխաներին ոգևորենք, որ իրենք սովորեն, ընթերցեն եւ գնան առաջ։ Եվ ես մի մարդ եմ, որը բացարձակապես հավատում է գրքի ուժին եւ ես կարծում եմ, եթե մենք կարողանանք վերականգնենք սերը ընթերցանության եւ գրքի հանդեպ, մենք հաստատ կկարողանանք մեր հասարակությունում այլ միջավայր ստեղծել։ Եվ դրա համար մենք ունենք ընթերցանության մրցույթների 7-ից մինչև 100+ տարեկանների համար, հա, այսինքն 7-ից 10, 11-ից 14, 14-ից 18, 18-ից 62 եւ 63+։ Ինչքան գովելի է, ինչքան ոգեշնչող է։ Ես խոսքեր անգամ չունեմ, ուզում եմ ինչ-որ ձև արտահայտեմ ու չեմ գտնում այդ խոսքը, որը համապատասխանում է նրան, ինչ որ դուք անում եք։
հատկապես որ դուք փորձում եք ներգրավել համ ամենափոքրիկներին, համ մեծահասակներին, որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ իրանց էլ է պետք ներգրավել մեր հասարակականության մեջ։ Եվրոպայում դա ավելի ոնց ասեմ, սովորական երևույթ է, չէ՞, ուր գնում ես ամենտեղ երևում են, որ ինչ-որ ակտիվիտիներ կան, չէ՞, մեծահասակների համար, պարա, սպորտը, ինչ-որ կլուբեր են եւ այլն, բայց Հայաստանում շատ քիչ են, ամենայն դեպս ինչն էլ կա, այնքան քիչ է երևում, չենք նկատում, որ կարողանանք օրինակ մեր նույն տատիկներին կամ մամաներին ուղարկենք ինչ-որ հետաքրքիր դասընթացների, ինչ-որ տենց հետաքրքիր կլուբեր իրանք հաճախեն, որ իրանց կյանքն էլ բացի ճաշեպելուց եւ առօրյան թորնիկների հետ զբաղվելուց ինչ-որ այլ բանով իրան զբաղվել։ Ոնց է եկել ձեր մոտ այդ գաղափարը, որ տարիքային է այդքան լայն։ Ես էլ եմ ձեզ հետ, բացարձակապես կիսում եմ ձեր հետ այդ գաղափարը, որ կենսաթոշակային տարիքի մարդիկ Հայաստանում իրանք դուրս են հասարակական ցանկացած այդ activity-ի կոչվածից։ Եվ մենք ունենք այդ մրցույթը տատիկ պապիկների համար, իդեպ հիմա ինքը բաց է եւ շատ կուզեի, որ գրանցվեին։ Իրականում սիմվոլիկ գումար է 2000 դրամ, բայց մենք դրա դիմաց իրենց հետ on-line շատ հետաքրքիր անձնավորությունների հետ անելու են գրքերի քննարկումներ, հա, այսինքն հրավիրել ենք հետաքրքիր մարդկանց, կքննարկենք, վերջում կունենանք շատ հեշտ on-line test եւ կհավաքվենք մեծ միջոցառման շուրջ, որտեղ կասենք թե ովքեր են հաղթել, իդեպ մրցանակներն դրամային են։ Մեր բոլոր մրցանակները, բացի փոքրիկներից 7-ից 10 տարեկան, բոլորը դրամային են։ Այսինքն մենք ուզում ենք նաեւ ասել, որ ինչու ոչ գիրք կարդալով էլ կարող ես շահել մեծ գումարներ։ Երբ համարցույթը։ Մրցույթը հիմա բաց է 2 մրցույթ։ Դեղին սպիտակ էջեր, դա հենց կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցների համար է, ինչի դեղին եւ սպիտակ, որովհետեւ նախկինում գրքերի էջերը դեղին թղթի վրա է։ Ես դեռ հիշում եմ զոլտի ստրանից, եւ հիմա սպիտակ եւ դա կենսաթոշակային տարիքի մեր հայրենակիցների համար է եւ 19-ից 62 եւ մրցանակներն էլ դրամային, այնպես որ մինչեւ ամսի քանիսն մինչեւ մարտի վերջ կարող են գրանցվել։ Իսկ ոնց են գրանցվում։ Online մտնում ենք www.bvik.am եւ մրցույթներ բաժնից ընտրում են համապատասխան մրցույթը։ Շատ կարճ եւ բարձ գրանցման ընթացք է։ Այսքան նվերներ եք բաժանելու, ունեք ինչ-որ հովանավորչություն կամ օգնություն կողքից։ Իրականում մեզ շատ են օգնում, երբ որ ում դիմել ենք օգնել են։ Ինչ լավ է, բայց ամեն դեպքում ինձ թվում է մեծամասամբ ձեր իսկ գրպանից եք, չէ՞։ Մենք էլ ենք անում, բայց ես բոլորին ասում եմ, եթե գնում եք սրճարան եւ ծախսում եք 2000 դրամ, եթե կարելի է 2000 դրամ տարեկան donate արեք, նվիրաբերեք բվիկին եւ հավատացեք, որ այդ գումարները գնալու է միայն ճիշտ նպատակին իրենց կգնենք գրքեր, կնվիրենք կարիքավոր մարդկանց, ովքեր ուզում են ընթերցել, բայց գրքի ձեռքբերման հետ ունեն խնդիր, որովհետև իրականում մեզ մոտ Հայաստանում գիրքը թանկ հաճույք է, հա։ Այդ դրա մասին կուզենայի պատմել։ Իրականում որ գիտեք ինչն է, շատ ինձ զարմացնում է, որ միշտ թանկ գրքեր են, հա, հաստ կազմով գրքեր են տպագրում։ Օրինակ ես շատ եմ դրսից տարբեր տեսակի, օրինակ նույն Ռուսաստանից շատ մատչելի 1000 դրամով գիրք պատվիրում, բայց երբ որ ինքը հասնում է, կազմը բարակ է եւ հասկանում ես, որ դե բնականաբար դրսում տպաքանակն է մեծ, սպառումն է մեծ, մեզ մոտ երևի այդպես չի, բայց մեզ մոտ միշտ մի տեսակ այդ նվեր տալու գիրք են միշտ տպում եւ մենք բոլորս այսօր շատ մեծ հաճույքով նվերներ ենք տալի գրքերը, բայց եկեք մի հատ հասկանանք, նույն գրքի տոնի արդիվ, երբ դու մարդիկ ստանում են գիրք նվեր, ով է կարդում այդ գիրքը։ Երեխաները հաստատ կարդում։ Որը մամաներն է, հա, շատ քչերը, այ դրա համար է ստեղծվել բվիկը, որպեսզի ստացված գրքերը կարողանանք ընթերցենք։ Շատ հետաքրքիր փորձ է Հայաստանում, ես եմ զգում, որ իմ համար էլ է տարօրինակ այդ մշակույթը, որ կա հատուկ օր, երբ որ դու
գտնում ես գրքի խանութ ու այն կարգի հերթ է, որ դու տեղ ու դադար չես գտնում այնտեղ։ Ու դա մի օր կամ երկու օր է տևում, բայց նաև ուրախանում եմ, որ դա կա։ Շատ լավ է որ կա, բայց ես բոլորին ուզում եմ խրախուսեմ, որ այդ օրը ստացած գրքերը իրենք անպայման ընթերցեն եւ մյուս տարի չնվիրեն իրենց մյուս ընկերոջը։ Կամ գոնե կարդան հետո նվիրեն։ Իսկ զգացել եք ձեր վիկի շնորհիվ, օրինակ, այդ տպագրական այդ ոլորտում ինչ որ փոփոխություններ տեղի ունենում են։ Գիտեք, անկեղծ ասեմ, պարզվեց, որ մեր վերջի մի քանի մրցույթների գրքերը սպառվել էին, արդեն չկար, ծնողները զանգում էին, ասում էին այս կամ այն գիրքը արդեն վաճառքի չկա ու ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք նաև օգնել հրատարակչություններին, որ իրենք սպառեն գրքերը։ Այսինքն դուք ինչ որ գիրք եք ասում, որ պիտի կարդացվի, հա, ճիշտ եմ հասկանում։ Այո, մենք հիմա ցանկը հրապարակում ենք եւ այդ ցանկը իրենք ընթերցում են, մասնակցում են գրքերի քննարկումների եւ նոր վերջում թեստ ենք անցկացնում։ Բայց դեռահասների համար 11-ից 14 եւ 15-ից 18 տարեկանների համար ոչ միայն գրքերի քննարկում ենք անում on-line, այլ նաեւ թափուկ հմտություններ եւ մեր ամբողջ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից երեխաները մասնակցում են։ Դա ժամանակի կառավարումը, մեդիա գրագիտություն է։ Մենք անցյալ անգամ օրինակ շատ մեծ ուշադրություն դարձրեցինք, հա, հիմիկվա այս AI-ներին, հա, թե ինչպիսի application-ներ կան, ինչպես իրանք օգտվեն, ինչպես չչարաշահեն։ Այս ամենին մենք նաև նման անպայման նման թեմաների շուրջ ենք երեխաների հետ խոսում եւ գիտեք, ես կարող եմ մի բան ասել, վերջի մրցույթի եզրափակիչ փուլում շատ հետաքրքիր պանելային քննարկում արեցինք եւ ինքս էլ եմ մասնակցում շատ պանելային քննարկումներին, բայց մի տեսակ կարծես թե սպառել է ինքնին, բայց եթե դուք տեսնեիք թե մասնակից դեռահասները ինչպիսի պանելային քննարկում վարեցին, ես ապշած էի մնացել եւ իդեպ բոլոր մեծահասակները ասեցին մի տեսակ մշակույթ է փոխվել։ Ես հիշում եմ, որ դուք այդ պանելային քննարկումի մասին ասեցիք մեր հայթոքի ժամանակ, ինչքան հետաքրքիր ռեակցիաներ տեղի ունեցան, որովհետև իսկապես երբեմն թվում է, որ սպառել են իրանց, բայց երբ որ դու լսում ես երեխաներին, ուրիշ աշխարհ են։ Այո։ Սենց մի հատ փոքրիկ օրինակ բերեմ, եթե կարելի է, երեխայից տարել էի մանկական ճարտարապետական դասընթացների փոքրիկների համար եւ վերջում 2 ժամվա ընթացքում իրանք պիտի լսեին փոքրիկ լեկցիա ինչ որ թեմայի շուրջ, հետո պիտի միտք իրանց մոտ առաջանար, թե ոնց են իրանք ինչ որ բան ստեղծում, այդ 2 ժամվա ընթացքում իրանք պիտի դա սարքեին, մակետը եւ վերջում ներկայացնեն։ Եւ այդ փոքրիկ բալիկները 5 տարեկան, 6 տարեկան նենց մտքեր էին արտահայտում։ Ես այդ առաջի դասին գնացի, ես բարեզբուն իմաստում, որ ասում են ապշած էի ու հասկանում եմ, որ ինչքան հետաքրքիր բան կարան ստեղծեն մեր այս փոքրիկները, իսկ մենք կենտրոնացել ենք մեր վրա, մենք գիտենք, թե մենք գագաթնակետն ենք ամեն ինչի, բայց այդ ամբողջ գաղափարները, որ մենք ունենք, պիտի ներդրենք մեր փոքրիկների մեջ, որովհետև իրանք են մեր ապագան, իրանք պիտի կերտեն մեր երկիրը, մենք ամեն ձև պիտի համ առողջության հարցերում իրանց օգնենք, ինչի համար ես ուղղորդենք, այո, իհարկե, իրանք պիտի իմանան ինչ է առողջությունը, իրանք պիտի իմանան ինչ է կրթությունը, ճիշտ որոշում կայացնելը, մարդ լինելը, եւ այնքան շնորհակալ եմ հայրենիքը սիրելը, Աստծուն հետևելը։ Մենք օրինակ անպայման մեր գրքացանկի մեջ դեռահասների համար եւ Աստվածաշունչն ենք ներառում եւ հայրենասիրական շատ կարևոր գրքեր եւ մեր հայ մեծերի կերպարներն ենք ներկայացնում, որպեսզի իրենք ճանաչեն։ Ես միշտ ասում եմ, գիրքը կարող է մեծ հեղաշրջում կատարի ցանկացած մարդու գործում։ Հիմա շատ մոդայի կա այդ մոտիվացիոն գրքերը, ես իրենց ընթերցում եմ, որպեսզի մոդայից հետ
հետ չընկնեմ, հա, որ ասեմ, որ հետաքրքիր է։ Կարդացել եմ, Բայց եկեք վերցնենք գեղարվեստական գրքերում ներկայացված այն կերպարները, որոնց մեզ իրականում մոտիվացրել են։ Ինձ համար մոտիվացիայի մեծ աղբյուր է եղել Սկարլետ Օհարան, Ջեյն Էյրը։ Եթե նայես, թե ինչպիսի հետաքրքիր կերպարներ են, որոնք որ հենց այդ ժամանակաշրջանում ուժեղ կանանց կերպարներ են, հա։ Եվ ինձ համար դա է մոտիվացիոն գիրքը, եւ գեղարվեստական գիրքն է կարողանում փոխել մտածելակերպ։ Իսկ դուք ինչ-որ պարալել տանում եք ձեր միջև եւ ձեր սիրած հերոսների։ Հա, ինձ թվում է կա։ Ում եք նմանացնում ամենաշատը։ Երևի թե տարբեր կերպարների մեջ ես գտել եմ իրեն։ Ես օրինակ ինչքան էլ եթե վերցնենք որ հա Սկարլետ Օհարան ինքը բացասական չէ ընդհանուր առմամբ օրինակ, բայց իր սերը իր հողի հանդեպ, հա, ես այդ տերայի, հա, ինչքան կարևոր էր եւ ես կարծում եմ որ ես այդքան սիրում եմ իմ հայրենիքս։ Ինչ հաճելի է, որ կան ձերպես կանայք, ես գերագույն հաճույք եմ ստանում ամեն անգամ ձեր հետ զրուցելուց։ Փոխադարձ։ Գիտեմ, որ լիքը գաղափարներ ունեք շատ եւ ուզում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ ստացվի։ Շնորհակալ եմ, որ չեք խնայում ուժ, ժամանակ, ռեսուրս, որ այս ամեն ինչը ստեղծեք, չնայած լիքը խնդիրների, շատ են խնդիրները, բերեք անկեղծ լինենք, շատ ու մարտահրավերները, որոնք թե լոկալ, թե գլոբալ։ Այո։ Այս պահին էլ եւ ցանկանում եմ ձեզ ամենա գեղեցիկ ապագան, որովհետեւ ձեր ներկան արդեն գեղեցիկ է, բայց դրանից էլ գեղեցիկն եմ ձեզ։ Բոլորիս մաղթում։ Եվ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեզ այստեղ, զրուցեցիք մեր հետ, շատ հաճելի էր եւ թանկ զրույցերի համար։